Արցախ կարպետը հիմնադրվել է 2013 թվականին Շուշիում։ Այնուհետև նույն տարվա մեջ արդեն սկսեցինք աշխատանքները Ստեփանակերտում հիմնելու մայր գործարանը։ Նպատակը Արցախի բոլոր շրջաններում գորգագործության վերականգնումն էր, այսինքն ոչ թե վերականգնումը, այլ արտադրական մակարդակով շարունակությունը ապահովելը, որովհետև գիտեք, որ գորգագործությունը Արցախում շատ խոր արմատներ ունի, ընդհանրապես հայկական գորգագործության լրջագույն կենտրոնից մեկ համարվում է հենց Արցախը, եւ Արցախում նաև այսպես ընտանեկան ժառանգության մի մաս է հանդիսացել գորգագործությունը եւ կանայք սերնդեսերունդ իրար փոխանցել են այս արհեստը։ Մենք հատուկ այսպես մեկնարկը տվեցինք Շուշին, որովհետև գիտեք, որ Շուշին հայկական մշակույթի կենտրոններից մեկն էր եւ հայկական գորգագործության կենտրոններից մեկը։ Շուշի գորգագործական դպրոցը մեծ համբավ ունի ոչ միայն հայկական, այլ նաեւ ամբողջ աշխարհի գորգագործական մշակույթում եւ ընտանիքում, եւ Շուշի ավանդույթները միանշանակ պետք է պահպանվեր հայկական գորգագործության մեջ։ Սա թագ գորգն է կամ աստղագորգն է։ Այս նախշը շատ հայտնի է Արցախում որպես թագ գորգ։ Սա Տիգրանակերտ գորգն է, սրա դիզայնը Արևմտյան Հայաստանից է, Արևմտյան Հայաստանը, այնպես չի որ մենակ արցախյան գորգին ենք մենք։ Մենք ուսումնասիրում ենք Արևմտյան Հայաստանը, կոնկրետ Վան Վասպուրակային տարածաշրջանը, որ շատ հայտնի է այնտեղ գորգերն եղել։ Սա հայլային կրկնօրինակն է։ Այսինքն եղել է ուղեգորգ ա եղել։ Այո, բարակ ուղեգորգ ա եղել։ Մենք իհարկե նաև հենց այս բարակ ուղեգորգ, նեղ ուղեգորգ ունենք։ Այս տվյալ դեպքում մենք հայլային կերպով կրկնօրինակի կրկնել ենք եւ ինքը դարձել է արդեն լարժեք լայն գորգ։ Սա էլի արցախյան գորգ է։ Այս գորգերը կոչվում են պատկերային գորգեր։ Ինչի պատկերային գորգեր, որովհետեւ տեսնում եք ինքը ասինքն մեր ավանդական նախշազարդերով գորգն է, բայց այստեղ տեսնում եք մարդկանց պատկերներ, երբեմն լինում է նաեւ կենցաղային պատկերներ, իրենց կենթանիների հետ, իրենց տան առարկաների հետ։ Գորգագործը այդ պահին իրեն, իր ամուսնուն, իր երեխաներին պատկերել է գորգի վրա։ Այսինքն կոնկրետ գորգի դիզայնը սա է, բայց սա գորգագործի ավելացրածն է, իր իմպրովիզն է։ Սա նշագորգն է, շատ հետաքրքիր եւ իմ ամենասիրած գորգերից մեկն է, շատ հզոր գորգ է սա։ Նշագորգ պատկերված է, ասենց զույգ շարքով տեսնում եք պատկերված են հակադիրությամբ նշերը եւ փոքրիկ մարդուկներ, երեխաներ է պատկերված։ Սա պտուղն է, որը ձևավորում է անհատը դառնում է մարդ։ Ոնց անես փոքրիկ պտուղն է, հետո մի բան ասեմ, հիմա ժամանակակից, հա, սարքավորումներով, երբ որ հղիության շրջանում նկարում են, պտուղը այս նշաձև պտուղը մինչև ձևավորելը մինչև երեխան, այս ֆորման է ունենում։ Այն ժամանակ, երբ որ մարդիկ այդ նկարելու եւ տեսնելու հնարավորություն չեն ունեցել, սա 1000 տարի առաջ, մարդիկ պատղաբերության սիմվոլը համարել են նուշը, որը նույն կերպանն է, ոնց որ մարդը երբնաբետ ցանկացած կենթանի արած ձևավորում է դեռևս իր մոր արգանդը։ Եվ շատ գեղեցիկ ավանդույթ կա, ավանդույթ է եղել հատկապես Արցախում այս գորգի հետ կապված։ Այն կանայք, այն աղջիկները, որոնք որ ամուսնանալուց պես մի քանի տարի անցնում է եւ իրենք պտուղ չեն ունեցել, երեխա չեն ունեցել, հատուկ իրենց պատվին գործել են այս գորգը պարտադիր գործել է այդ, այսպես ասած կնայեք արձանցամ այդ չբեր, աղջկա, կնոջ համար շատ հարազատ մեկը, կամ իր մայրը, կամ հարազատ քույրը, կամ վարձել են որևէ գորգպրոցնա գորգագործի, ով երեխա ունի, ով լավ բախտիտեր է, ով հաջողության է հասել, եւ ով իսկապես լավն է ցանկանում, բարին է ցանկանում այդ աղջկան, եւ քանի որ գործել է երկար ամիսների process է, եւ այդ ամբողջ ընթացքում հյուսել է այս պատղաբերությունը խորհրդանշող գորգը եւ անընդհատ խնդրել Աստծուն մաղթանքներ հղել, խնդրել որպեսզի օրինակ պայմանական այդ աղջկան պտուղ պարգևի Աստված, անընդհատ այդ մաղթանքներով, այդ էներգիայով, այդ աղոթներով գործել եւ հանգույցակապել այս գորգը, երբ որ գորգը արդեն պատրաստ է եղել տորքի վրա, այդ աղջկան պարգևցրել են տորքի տակը եւ գորգը կտրել։ Գորգը կտրել արտահայտությունը շատ կարևոր բան է հայկական գորգարվեստում, երբ որ գորգը ավարտվում է, այն նշան ավարտի գորգը կտրվում է եւ ընկնում է գորգը։ Գորգը կտրել են եւ ընկել գցել են այդ աղջկա վրա, այդ ամբողջ էներգիան, այդ ամիսների աղոթները, կուտակված ամբողջ էներգիան փոխանցվում է այդ աղջկան։ Նա իհարկե այսպես հավատալիք է, հին հավատալիք է եւ շատ գեղեցիկ մշակույթ կա սրա մեջ, այո։
Եվ հենց այս գորգի մասին է, հենց այս գորգն ասիկն նախ պատկերել են եւ այս գորգը նվիրում են այդ աղջկան սովորաբար եւ ավանդույթ հենց ասում որ հետո այդ հոգի եւ այդ էներգիան գալիս է այդ աղջկան հետո ոնց որ ասում են իր հայտ կարման բացվում է, հետո այդ աղջիկը պտուղ է պարգևում եւ սա լինում է այդ ընտանիքի այսպես հաջողություն բերող գորգը։ Ամեն գորգ իր պատմությունը ունի եւ բոլորը լավ ու հաջող պատմություններ ունեն։ Եվ ընդհանրապես իզուր չի ասած, որ հայկական ձեռագործ գորգը հաջողություն բերող նշան է։ Հենց դեպի որ մարդիկ այդ հավատով են ձեռագործ գորգ առնում եւ տանում իրանց տուն, որտեղ իրենք տանում են էներգիա, ինֆորմացիա եւ գորգը պետք է որ հաջողություն բերի։ Սա իհարկե այսպես հին հայկական հավատալիքներից է գալիս, բայց դա գեղեցիկ ավանդույթ է, որ մինչև այսօր է շարունակվում է։ Եվ իզուր չի որ հատկապես մարդկանց հարսանիքներին մենք շատ լուրջ ավանդույթ ունեինք գորգ նվիրելը։ Իհարկե, իհարկե, ես ուզում եմ ասել, որ շատ կարևոր է որ մտերիմ մարդկանց գորգ նվիրես։ Այո, Արցախ կարպետի հիմնադրումը նաև Արցախում լուրջ սոցիալական խնդիր սկսեց լուծել։ Քանի որ նշեցի, որ մենք տարբեր Արցախի 5 շրջաններում էինք եւ հարյուրավոր կանայք զբաղված են գորգագործությամբ։ Դա նաև լուրջ սոցիալական պրոյեկտ էր նպաստելու Արցախի տարբեր շրջաններում հատկապես կանանց զբաղվածության ապահովմանը։ Դա մշակութային շերտ ուներ, որովհետև պահպանում էր հազարամյա հայկական մշակույթը, շատ խոր արմատները գորգագործության, որ կար Արցախում, եւ նաև իհարկե մարդկային երազանքը, ինչպես նաև բիզնես հետաքրությունը միանշանակ։ Ես կարծում եմ շատ բնականորեն այս բոլոր շերտերը միաձուլվել են եւ սկիզբ դրել այս գործունեությանը, որը փառքասու շարունակվում է մինչև այսօր։ Ժամանակին մեր գործունեության ժամանակահատվածում, երբ որ մենք հիմնադրել ենք մեր ընկերությունը, մի քանի տարի հետո մենք ամենախոշոր ընկերությունն էինք Հայաստանում եւ Արցախում գորգարտադրությամբ։ Բավականին արագ տեմպով մեծացավ մեր ընկերությունը եւ շուրջ 200-ի էին արդեն հասնում մեր գորգագործների թիվը, որը ֆանտաստիկ մեծ թիվ է գորգագործության ոլորտում մեր տարածաշրջանի համեմատ։ Եվ շատ գորգեր են գործել։ Հիմա դժվարանամ թիվ ասել, բայց արդեն 14 տարի անընդմեջ մենք աշխատում ենք, 14 տարի եւ միջև տեղահանություններ ընկերությունը աշխատում էր եւ հարյուրավոր մարդիկ տարիներ շարունակ անընդմեջ աշխատել են։ Ես ուզում եմ առանձնահատուկ խոսել այս գորգի եւ այս գորգի տեսակի մասին։ Սա կոչվում է էկոգորգ։ Մենք տարիներ առաջ Արցախում թույլ տվել կասել խորինել ենք մի բան եղած միջոցներով, ասիկն այս գորգի ինչ տեսնում եք, այստեղ ներկաց թել չկա։ Սրանք տարբեր գույնի ոչխարի բրդեր են։ Դրա համար կոչվում է էկոգորգ։ Այստեղ 6 գույնի ոչխարի թել կա, բուրդ կա։ Նայ, ընդհանրապես ոնց է մեր ավանդական գորգագործությունը վառ գույներ է պահանջում, այսինքն մենք նաև այդպիսի հատուկ մշակույթ ունենք թել ներկելու, նախ բուսական ծագման, նախկինում հետո ավելի մասնագիտացված արդեն տարբեր ներկանյութերով ներկում ենք, հետո քանի որ մենք բուրդ ենք մթերում Արցախում եւ լինում էր որ մուկ բրդերը առանձնացում ենք, որտեղ մուկ բրդերը չեն ներկում, պետք է մաքուր սպիտակ բուրդ լիներ, որ ներկում։ Եվ հավաքվում էր տարբեր գույնի բրդեր, ուղղակի մի անկյունում հավաքում ենք, հետո մի օր հասկացանք, որ բավական հետաքրքիր sense պալիտրա է ստացվել, տարբեր գույներ, այսպես մուկ շագանակագույն, բաց շագանակագույն դեպի դեղնավուն, քիչ հրաշալի գույներ, ափսոս է, որտեղ իրանց ներկելը ճիշտ չի եւ արդյունավետ չի, որովհետեւ պետքա մաքուր սպիտակ լինի, որ ճիշտ գույնը ստացվի։ Այո։ Մենք որոշեցինք, որ պետքա մի ձև օգտագործել եւ մեր դիզայներին պատվեր տվեցի, որ այս գույներով գորգ հավաքի եւ սկսվեց մեր մի նոր էպոխա։ Մենք ֆանտաստիկ էկոգորգերի շարք արեցինք, շատ արագ վաճառեցինք։ Մի քանի նմուշ է հիմա պահպանվել մեր խանութում, մի քանի նմուշ։ Այսպես ասեմ, շատ չենք խոսում դրա մասին, դրա համար 2-3 նմուշը մնացել է, ասինքն ժամանակ չկա սրանց մասին խոսելու, որովհետև ոնց որ անցել է այդ ժամանակաշրջանը, ավելին հիմա դրա հնարավորությունը այստեղ չունենք անելու, քանի որ այդպես մենք տենց շատ բուրդ հիմա չենք մթերում եւ այլն, երբ որ թելը ներկում եք, դա ավելի հեշտ աշխատանք է, ասինքն մենք հաշվարկում ենք, թե օրինակ գորգի մեջ կարմիր գույնը քանի կիլոգրամ է, ներկայեն ասում ենք օրինակ 5 կիլոգրամ կարմիր ներկի, բայց 5 կիլոգրամ այս գույնի շագանակագույնի բուրդը կարող չի լինի, ասենք մենք սպասում ենք այնքան միջև այդ գույնի բրդերը հավաքում ենք։
Հետո ոնց որ այս թեման ինձ տարել է, ու ես քանի որ մեր խանութը Երևանում էր եւ մեր արտադրամասերը Արցախում, ես ամիսը առնվազն 1-2 անգամ գալիս էի Երևան ու Ստեփանակերտ իմ ճանապարհներին էր անցնում կյանքը եւ հավանաբար դուք եք շատ տեսել Ստեփանակերտ Երևան ճանապարհին ոչխարի հոտերը, առնվազն 3-4 հատկապես Վայոց ձորի եւ Սյունիքի մարզում շատ է հանդիպում եւ ես ամեն անգամ դա ոնց որ բախտավորություն էր, երբ որ ես հոտին հանդիպում էի մեքենան կանգնացնում էի, իջնում էի այդ հոտի մեջ եւ ես խելագարի նման սկսում էի բան ուսումնասիրել ոչխարի գույները, բազմաթիվ անգամ եղել է, որ ես մոտիկացել եմ գտել եմ այդ տիրոջը, ում ապատվում եմ պատկանում այդ ոչխարները, կամ հովին, կամ տիրոջը գտնում էի, կոնտակտներ էի վերցնում եւ ասում էի կանխավճար էի տալիս, ասում ես ոչխարները որ խուզեք, ես առել եմ արդեն գնել եմ այս գույները իմն է։ Եղել է որ ես կանխավճար եմ տվել տեղում այդ բան ճանասվածի վրա, հետո մի քանի ամիս հետո գնացել եմ այդ բրդի հետևից եւ այդ բրդով գորգ են գործել, որովհետեւ ֆանտաստիկ գույներ է ասում։ Google-ի ինֆորմացիան, երբ որ ես փնտրեցի թե քանի երանգի, քանի գույնի ոչխար կա ընդհանրապես Հայաստանում եւ Արցախում, եւ մենակ ես կամ այդպես հարցնամ Google-ին, այնտեղ տվեց 6 կամ 7 գույն։ Եվ բոլորը այսօր գորգի վրա են։ Ես հիմա ցույց կտամ 12 երանգ։ Մենք մեր ուսումնասիրությունների արդյունքում Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախի տարբեր շրջաններից հավաքել ենք 12 երանգի էկոթելեր, բրդեր։ Եվ այդ 12 երանգները օգտագործել ենք մեր գորգերի մեջ։ Սրանք այն նմուշն, այն գույթելերն են, որ մենք մեր շուրջ 10 տարվա ընթացքում հետազոտել ենք Հայաստանի մի քանի մարզերի եւ Արցախի շրջաններում պահվող ոչխարների բրդերը, գույն բրդերը եւ հավաքել ենք 712 երանգ։ Հիմա մենք երթով կարող ենք ցույց տալ, սա կարծում եմ ամենամուկն է, սևին գնացող ու աշճանաբար դեպի բացվում է, սա արդեն մուկ շագանակագույնն է, սա մի քիչ ավելի բացվում է շագանակա դեպի մոխրագույնն է, սա ավելի բաց շագանակագույնն է, սրանք մուկ մոխրագույնն է, մի քիչ ավելի բաց մոխրագույնն է, շատ ավելի բաց մոխրագույնն է, այս ավելի չգիտեմ ինչ գույն է սա։ Դե արդեն Այսպես սրանք դեպի բեժ կպահեք սա եւ սա։ Տեսեք ինչ գեղեցիկ փունջ է, մենք սրանով էկո գորգեր ենք գործել 10-նյակ։ Հիմա մեր խանութում ունենք 3 հատ։ Մենք նաև այսպիսի մի նախաձեռնություն ունեինք այս թելով բացի գորգեր, նաև որոշեցինք նաև ինչ product որ ստացվում է եւ նաև այսպես հետաքրքիր ցեն ձեր վրա։ Այո։ Բավականին գեղեցիկ պլետ, շալ, շարֆ, լրիվ էկո, հայկական էկո բրդով գործած նոր product։ Բրավո։ Տեղանության ժամանակ նյութական եւ գույքային առումով որևէ բան չի տեղափոխվել։ Քանի որ այս սրահը որտեղ որ հիմա խոսում ենք, սա դեռևս 2017 թվականից հանդիսանում էր Արցախ պետընկերության խանութ սրահը եւ այստեղ բարեբախտաբար պահպանվել են գորգեր, որոնք որ ժամանակին մենք ուղարկում ենք որպես վաճառքի սրահ, մենք Արցախից ուղարկում ենք այստեղ վաճառելու նպատակով եւ որպես խանութ Երևանում հավաքվել եւ կուտակվել են գորգեր։ Իսկ այն պահին ինչ որ կար Արցախում, զուտ ֆիզիկապես նյութական առումով ամեն ինչ մնաց այնտեղ։ Տեղափոխվել են միայն մեր մտքերը, իդեալները եւ այն վարպետությունը, հմտությունը, որ մեր ընկերությունը կուտակել է ձեռք է բերել այս տարիների ընթացքում։ Երբ Շուշին ընկավ եւ փորձեցինք Շուշին, ընդամենը 1 ամիս հետո արդեն վիդեոներ տարածվեց մեր գործարանի տարածքից, ցավոք սրտի ավիրել էին արդեն, հաճելի չէր դիտել այդ տեսարանները, թե ինչ են արել են գործարանի հետ։ Այսինքն ոչ միայն մտածում ենք, այլ արդեն արխիվային նյութեր կա, թե ինչպես են վարվել եւ ինչպես են ավիրել այդ տարածքը։ Բավական դժվարությամբ ես ուղղակի մի անգամ նայեցի այդ վիդեոն, այնուհետև ճիշտ ասած հուսափել եմ հետագայում որևէ բան նայելուց, թե ինչ է կատարվում։ Կարելի է միայն ենթադրել, թե ինչ է կատարվում։ Այս տարածքը եղել է մեր ընկերության խանութ սրահը։ Տեղանությունից հետո ես շատ ամուր եւ շատ այսպես բնական կամ անբնական բան առաջացավ մեջս, շատ ամեն գնով պահպանել Արցախ կարպետը, ամեն գնով պահպանել գորգագործությունը, չմտածելով դրա ֆինանսական կողմի մասին։ Եվ առաջի բանը, որ մտքովս անցավ, հենց մեր խանութում գորգագործական տորքեր դնելն էր եւ շահունակելը, ասինքն որովհետեւ նոր արտադրամասի հիմնումը ժամանակատար է, ասինքն քանի որ մենք 5 արտադրամաս ենք հիմնել Արցախում, ես գիտեմ թե ինչ է նշանակում արտադրամաս ստեղծելը, դա ժամանակ է, ֆինանսներ է, ռեսուրսներ է, ես վախենում էի կորցնել այդ ժամանակը։
չեք հավատա, բայց տեղահանությունից 2-3 օր հետո ես մեր խանութում դրեցի առաջի հաստոցը։ Եվ առաջի գորգագործը, ով որ ինձ գրեց ինձ, որ Սևակ ջան, ինչ ա լինելու մեզ հետ, ինչ ենք անելու, ես մի անգամից հրավիրեցի խանութ եւ ասացի քո հաստոց արդեն պատրաստ է։ Այնուհետև մեր գորգագործները սկսեցին հերթով ինձ գրել։ Սկսեցին գրել թե ինչ ա լինելու մեզ հետ, արդյոք մենք աշխատելու ենք, թե չէ, շարունակելու ենք Երևանում, ես ասացի ով որ ինձ գրեց, ես հրավիրեցի խանութ։ Եվ սկսեցինք իրար հետևից խանութում դնել հաստոցներ, հիմա դուք տեսնում եք արդեն այս հաստոցներ եւ մեր խանութի մի հատվածը ազատեցինք եւ սարքեցինք արտադրական հատված եւ մեր խանութի ձևաչափը այդ րոպեից փոխվեց եւ մենք փոխեցինք նաեւ մեր խանութի անունը, սկսեցինք ներկայանալ որպես աշխատարան խանութ։ Հայտարարեցինք, որ սա այլևս միայն խանութ չէ, սա Արցախ կարպետ ընկերության աշխատարանն է եւ խանութն է, որտեղ որ աշխատելու է մեր վարպետները եւ որտեղ վաճառվելու է իրենց արտադրանքը։ Սևակ, ես ճիշտ եմ հասկանում, որ Արցախ կարպետի ցուցասրահը ոչ միայն կենտրոն է, որտեղ ցուցադրվում են տարբեր նմուշներ, վաճառվում են եւ այլն, այլ նաեւ նախագծեր իրականացնելու տեղ է, որտեղ ինչպես հասկանում եմ, բազմաթիվ նախագծեր կան, որ դու իրականացնում ես քո թիմի կամ այլ ազատ ստեղծագործող մարդկանց հետ։ Այո, իթիվս այլ նախագծերի սա դրանցից մեկն է, այս նախագիծը կոչվում է ձեռագործված է Հայաստանում։ Այս պրոյեկտը ստեղծվեց 2023 թվականին տեղահանությունից հետո։ Ես նշեցի, որ մենք Արցախում շատ վարպետներ ունենք, ովքեր գորգեր են գործում, բայց Երևանում մեր հնարավորությունները թույլ չտվեցին, որպեսզի մեր բոլոր գորգագործներին ապահովենք աշխատանքով եւ բոլոր այն մարդիկ կամ նրանցից շատերը, ովքեր որ գորգ չգործեցին եւ ուղղակի հարմարություն չկար գորգ գործելու, մենք այդ մարդկանց այսպես ասած տեղավորեցինք այլ պրոյեկտներում եւ այդ պահին իմ մոտ միտք հղացավ ձեռագործ շուղագործության պրոյեկտ սկսել, հատկապես ճանաչելով այդ մարդկանց, որ գիտե իրանք գորգից բացի նաեւ այլ հմտություններ ունեն եւ կարող են հագուստ գործել, մոտիվացիան այդ սոցիալական պրոյեկտներ, որպեսզի վարպետները նախ հոգեբանորեն հաղթահարեն այդ խնդիրը, տեղահանության հետևանքները եւ այլն, եւ ֆինանսական աջակցություն նրանց համար մարդիկ գործեին եւ ամենակարևորը սա ուղիղ կապվեց իմ մանկության ամենաջերմ հիշողությունների հետ։ Մայրս մինչեւ այսօր էլ գործում է, չնայած որ մայրս պատմաբան է, միշտ ուրիշ գործով է զբաղվել, ուսուցչական, քաղաքական գործունեություն եւ այլն, բայց անբաժան է մորս համար շուղագործությունը, միշտ կապ չունենք իր կյանքում ինչով է զբաղվել, շուղագործելը այսօր էլ գործում է։ Դա ոնց որ իմ ամենօրյա տեսարանում կա գործելը եւ հատկապես այն տարիներին, երբ որ Արցախի առաջին պատերազմի տարիներին, որ արդեն այն դժվար վատ տարիներն են, որ խանութներ չկար, հագուստ չկար, որ ներմուծում չկար, տեղական արտադրություն չկար եւ այլն, եւ այն ժամանակ մենք մեր ընտանիքի 3 երեխաներով դպրոցահասակ ենք, արդեն դպրոց ենք հաճախում։ Մայրս մեզ համար հագուստ էր գործում եւ ես հիշում եմ, որ մենք 3 երեխաներով մինչեւ մեր ավագ դասարանները մորս գործած հագուստով ենք մեծացել։ Եվ սա ինձ համար շատ անձնական թեմա է շուղագործությունը։ Հետո ես 23 թվականին այդ պրոյեկտը միշտ իմ երազանքն ա եղել, որ մենք կարող ենք ունենալ եւ նախ պահպանել այս հիշողությունները պահպանել, որովհետեւ մասսայական արտադրություն լրիվ ուրիշ բան է, ձեռագործը լրիվ ուրիշ բան է, այսինքն հիմա դուք մեր խանութում տեսնում եք եզակի նմուշներ հագուստի, չկրկնվող են, որովհետեւ նրանք նախ տարբեր մարդիկ են գործում, պրոֆեսիոնալներ են գործում, երբեմն մարդիկ չեն հավատում, որ սրանք ձեռագործ են։ Սա Ստեփանակերտից Տիկին Հասմիկն ա գործել, ով ապրում է հիմա Գյումրիում եւ Facebook-ի մեր էջը իմացել է մեր պրոյեկտի մասին, ձեռագործված է Հայաստանում նախաձեռնության մասին եւ մի օր Գյումրիից եկել է մեր մոտ, ասել Սևակ ջան, ես էլ եմ ուզում ձեր պրոյեկտի մասնակից լինել եւ գործել։ Մենք ինչ ենք անում ուրեմն, մեր մասնագետները գնում են շատ որակյալ թել, անում են դիզայնը, էսքիզը, տալիս են վարպետներին, վարպետները իրանց տանը, իրանց ազատ օրերին, ազատ ժամերին, իրենց հավեսով գործում են հագուստը եւ հանձնում են Արցախ կարպետին։ Բրավո։ Այսինքն մենք ունենք վարպետներ, հրաշալի վարպետների ցանց, ովքեր որ անընդհատ գործում են Արցախ կարպետի խանութի համար, ու ամենակարևորը, որ այս չի անհետանում այս արհեստը, չի անհետանում եւ մենք այսպես էքսկլյուզիվ աշխատանքներ ունենք ներկայացնելու։ Արդեն 4-րդ տարին է Արցախ կարպետը ունի իր հագուստի ապրանքանիշը, բրենդը, որը կոչվում է Էթնոկոդ։ Ինչու Էթնոկոդ։ Էթնոկոդը մեր էթնիկ կոդն է, այսինքն
հայկական զարդարվեստը մենք ներկայացնում ենք հագուստի միջոցով եւ սա վերաբերում է եւ ձեռագործ հագուստին եւ արդեն արտադրամասում կարված մեր հագուստին մենք տեսեք այստեղ օրինակ մեկ տեղված է միջնադարյան մանրանկարչությունը եւ արցախյան գորգարվեստը մենք միքսել ենք հեղինակային են բոլորը մեր հեղինակային աշխատանքն է ու մեծվես եւ փոքրիկների համար այո իհարկե եւ փոքրիկների համար եթե մարդը ցանկանում է ձեռքբերել հենց հայկական ավանդական ձեռագործ գորգ մարդը պետք է վստահ լիներ որ հենց ձեռքբերած այդպեսին է դրա համար ես նախ մարդկանց խորհուրդ եմ տալիս ձեռքբերել հուսալի տեղերից հուսալի աղբյուրներից իսկ հուսալի աղբյուրները մասնագիտացված պրոֆեսիոնալ ընկերություններն են որից մեկը հենց Արցախկարպետ ընկերությունն է այսինքն գիտեք Արցախկարպետ ընկերությունը պատասխանատվություն է կրում իր ստեղծած պրոդուկտի համար արտադրանքի համար այսինքն մարդիկ ձեռք են բերում սերտիֆիկացված արտադրանք եւ իրանք գիտեն թե ինչ են ձեռք բերում ուղղակի շուկայից պատահական ձեռք բերված գորգը դժվար է ասել թե իրենք ինչ են ձեռք բերում բայց ընկերությունը որը իրեն հռչակել է գորգագործական գորգ արտադրող ընկերություն չի կարող իրեն ուրիշ բան թույլ տալ որտեղ այստեղ հեղինակության հարց կա կենսագրության հարց կա հասկանում եք ու մարդիկ այսպես ասած մարդիկ կարող են մեր ընկերությունից ձեռք բերել նաև ոչ հայկական գորգեր բայց դա սերտիֆիկատում գրած է ոչ հայկական դիզայնով ոչ թե ծագման օրինակ մարդկա ուզում է ձեռք բերի ժամանակակից մոդեռն ոճի գորգ եւ մեր ընկերություն գործվում է նաև այդպիսի գորգեր բայց հիմնականում 90% մեր արտադրության հենց ավանդական հայկական գորգերն են ես իմպրովիզ եմ արել մեկ-մեկ որ ազատ ժամանակ ա լինում ես այսպիսի բաներ եմ անում նայեք այսինքն քո դիզայնն է այո այս շերտը որ տեսնում եք սա մեր հայկական գորգերով օգտագործող ամենատարածված եւ մեր ամենաավանդական նախշագոտին է եթե փակենք գորգի վերևի հատվածը այս հատվածը միանշանակ հուշում է որ սա հայկական գորգ է այսինքն սա մի էլեմենտ է որ ես պահել եմ այս գորգի մեջ իր հայկականությունը ընդգծելու համար բայց մնացածը իրենց այնց մոդեռն ոճի մեջ եմ սարքել ուղղակի շատ այսպես հանգիստ գույներով խաղացել ենք այս գորգի հետ։ Այդ նոր դիզայնով գորգերը սիրվում են։ Այո, բավականին, իրենք քիչ են գործում իրականում, քիչ են գործում մոդեռն գորգեր, բայց սիրում են այս գորգերը, այո։ Դե սրանք ուղղակի այսպես գծավոր էլի մոդեռն ոճի գորգեր են, ասեն որ այս գորգերը էլի նայեք, պարզապես գծեր են տարբեր գույնի, բայց մարդիկ կան, որ հենց եկել են այս գորգի հետևից։ Այս գորգն են վերցրել, ասել են մենք ուզում ենք մեր բնակարանում այս գույները լինեն, հայկական գույները լինեն։ Հաստատելու համար, որ իրոք հայկական զարդանախշեր են եւ հայկական գորգեր են, սրա համար լուրջ խումբ է աշխատում եւ այս խումբը աշխատում է պրոֆեսիոնալների հետ, մասնագետների հետ եւ մենք շատ ակտիվ համագործակցություն ունենք Հայաստանի թանգարանների հետ, որտեղ որ պահպանվում են հայկական գորգերի հրաշալի նմուշներ, համագործակցում ենք շատ ակտիվ գորգագետների հետ իմ ամենօրյա աշխատասեղանին դուք կտեսնեք տասնյակ գրքեր, հետազոտական գրքեր նվիրված հայկական գորգարվեստին եւ մենք անընդհատ ուսումնասիրում եւ հետազոտում ենք հայկական գորգը, հայկական գորգարվեստը, հայկական գորգերի շտեմարան այնքան հարուստ է, որ եթե մենք օրինակ փորձենք միայն կրկնօրինակել յուրաքանչյուր գորգից մեկ օրինակ, մեկ նմուշ, մեր կյանքի տևողությունը չի հերիքի։ Այսինքն իսկ մենք սովորաբար հենց կրկնօրինակում ենք շատ հայկական ավանդական գորգեր, ինչու են կրկնօրինակում, որովհետև գորգերի նմուշներ կա, որոնցից եզակի նմուշներ են պահպանվում աշխարհի այս կամ այն թանգարանում, այսինքն դրանք այլևս կիրառության մեջ չկան։ Եվ ես շատ ցանկանում եմ, որ այդ գորգերը լինեն նաև կիրառելի, դրանք լինեն ոչ միայն թանգարանում, որպեսզի այսպես էականորեն կարողանան ապացուցել դրա հայկականությունը, մարդիկ պետք է իրենց առօրյան դա ունենան, ոչ թե տեսնեն ինչ-որ թանգարանում, այլ ունենան իրենց առօրյան։ Դրա համար մենք հենց շատ ակտիվ համագործակցելով նաև թանգարանների հետ, արխիվների հետ, նյութերի հետ, մեր ձեռքի տակ ունենալով այդ ամբողջ հարուստ շտեմարանը հայկական գորգերի, անընդհատ եւ կրկնօրինակում ենք եւ նաեւ շատ կարեւոր որ հիմնվելով այդ շտեմարանի վրա ստեղծում ենք նոր ժամանակակից հայկական գորգեր, պարտադիր պահպանելով այս գիծը։ Բարեբախտաբար մենք այսօր ունենք հրաշալի գորգագետներ։ Իրանք քիչ են, ցավոք սրտի, քիչ են։ Մատների վրա հաշված մի քանի հոգի ամբողջ հանրապետությունում
ես գրեթե բոլորին ճանաչում եմ եւ բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ, աշխատանքային հարաբերություն ունեմ, շփվում եմ, չեմ ընկրկում, չեմ ամաչում, եթե որևէ հարցին եմ պարտադիր դիմում եմ այդ մարդկանց կարծիքը, ինչու՞ չէ նաեւ շատ դեպքում քննադատությունը ընդունում եմ եւ եթե ինչ-որ բան տեղին չենք անում, փոխում ենք, սա շատ այսպես օրգանիկ աշխատանքի ամենօրյա որ անում ենք։ Ու դա շատ կարեւոր է։ Եթե մենք մեզ հրճակել ենք ընկերություն, որը որ պահպանում է հայկական գորգարվեստի ժառանգությունը, որ շարունակում է այդ գիծը, մենք պարտավոր ենք այդ գծի մեջ լինել։ Ես գտել եմ լավագույն նվերը, որ դու կարող ես նվիրել քեզ համար թանկ ու հարազատ մարդկանց, գուլպաներ, բրդյա, ձեռքի աշխատանք, չկրկնվող եւ ֆանտաստիկ պատմությամբ, սևակ պատմի, դու ես ինչքան պատմություն ունես։ Նայք, այս սրահում սա իմ ամենասիրելի եւ ամենաջերմ հարազատ թեմաներից մեկն է, հայկական գուլպայագործությունը կամ ինչպես մենք Արցախում գյուլբա ենք ասում, սա ինձ տանում է իմ մանկություն, իմ գյուղը եւ իմ տատիկները, մեր տատիկները, այն տեսարանը, որ Արցախում շատ տարածված էր, գրեթե ամեն տան, հատկապես այդ մի քիչ ցուրտ եղանակներին եւ արդեն տատիկները ոնց որ այգիներից, արդեն բակերից տուն են մտնում եւ արդեն վառարանի կողքը իրանց շուղերով, հա, իրանց միշտ իրանց շուղերը, իրանց ձեռքը, ինչ-որ թելի գնդիկները իրանց մոտ եւ իրանք ինչ-որ բան են անում։ Ընկիսատ մնացած Այո։ Ես ինքը շատ կրել եմ այդ գործած գուլպաները, հագուստները։ Բայց իսկոն փոփուկ չէին այն ժամանակ։ Հիմա իհարկե մենք մի քիչ այսպես նորարարությունը իր հետքը թողել է, մենք այդ կոշտ անմշակ թելը փոխարինել ենք ժամանակակից ավելի նուրբ ու փափուկ լավ թելերի, բայց կարևորը պահպանել ենք տեխնիկան եւ նախշազարդերը։ Ովքեր են գործում։ Մեր վարպետներն են գործում եւ մենք ունենք վարպետներ, որոնց ես խնդրել եմ, որ այդ մարդիկ ուրիշ բանով չզբաղվեն, միայն գուլպա գործեն։ Եվ այդ մարդիկ գուլպա են գործում։ Մենք անընդհատ ուսումնասիրում ենք էլի թանգարաններից, գրքերից, կատալոգներից այն դիզայնը, որը եղել է, որ մեր տատիկները գործել են, որ ստեղծել են մեր տատիկները, հիմա պետք է պահպանվի։ Հասկանում եք, այս հազարան բուլբուլն է։ Այո, հազարան բուլբուլ։ Գիտեք, այնքան հետաքրքիր է եղել։ Հիմա այս դարում, այս համակարգչային դարում, որ ամեն ինչի էսքիզը կարելի է ստանալ, վեկտորը ստանալ եւ պատվերը տալ անել, այն ժամանակ մեր տատիկները ոչ վեկտոր ունեն, ոչ գրաֆիկա ունեն, ոչ համակարգիչ կա։ Իրանք իրանց 4 շյուղով եւ թելով ֆանտաստիկ դիզայն են հյուսել։ Հեքիաթներ են պատմում եւ զուգահեռ գործում։ Հա, ասենք հազարամ հեքիաթները կենթանանում էին հենց։ Այո, հեքիաթները կենթանանում են գուլպաների վրա։ Հիմա ուղղակի մեր դիզայները թվայնացնում այդ նախշը, էսքիզը անում է եւ վարպետները գործում են, պահպանում են այն, ինչ որ այդ պահին հեքիաթին զուգահեռ ստեղծվել է գուլպայի վրա։ Հասկանում եք, ու սա ես սա իմ շատ կապված եմ ես այս թեմայի հետ եւ ինձ համար շատ սկզբունքային էր, որ մեր խանութում, մեր աշխատարանում սա պահպանվի, լինի եւ ես ուրախ եմ, որ մեր վարպետները գործում են եւ մեր գուլպայագործությունը այսօր շարունակվում է։ Մոտ արդեն 3 տարի է, որ փոխել ենք մեր խանութ աշխատարանի ձևաչափը։ Նախկինում սա միայն գորգերի խանութ էր, այնուհետև դարձավ աշխատարան, արտադրություն եւ գորգերի խանութ, բայց ժամանակի ընթացքում հասկացանք, որ ամեն դեպքում մի բան պակասում է եւ ինչ որ նորություն է պահանջում, նորություն է ուզում։ Մենք մեր սրահը իմ երազանքն էր, որ ունենայինք հայկական մանածագործական արվեստի կենտրոնի, ձեռագործ մանածագործական ձեռագործ արվեստի կենտրոնի, որտեղ որ մեկ հարգի տակ մենք կհավաքենք, կմեկտեղենք այս արեստով զբաղվող մարդկանց, վարպետների եւ նրանց ստեղծած պրոդուկտը։ Եւ այսօր բարեբախտաբար Արցախ կարպետ այս տարիների ընթացքում կարողացավ իր շուրջը հավաքել տասնյակ վարպետների ամբողջ Հայաստանից, Հայաստանի տարբեր մարզերից։ Մենք այժմ համագործակցում ենք շյուղագործ վարպետների հետ, հելունագործ վարպետների հետ, ասեղնագործողների հետ եւ ցանկացանք, որ գորգագործության եւ կարպետագործության կողքին լինեն եւ այս սրահում ցուցադրված լինեն հայկական, հատկապես մանածագործական արվեստի բոլոր ճյուղերը, որովհետեւ Հայաստանում չկա մի տեղ, մի միջավայր, որտեղ հայկական այս ճյուղը ներկայացված լինի, մեկտեղված, առանձին կան։
դա ասեմ որ բավականին երկար ու բարդ գործ էր։ Մի քանի տարի պահանջվեց մինչև ես սկսեցի ուսումնասիրել եւ ճանաչել այս բոլոր նեղ ճյուղերի առանձին մարդկանց, վարպետների եւ իրենց առաջարկել, համագործակցել, միանալ մեր թիմին, որպեսզի կարողանանք այստեղ մեկ սրահում ներկայացնել հայկական ասեղնագործությունը, հայկական ժանեկագործությունը, նույն ժանյակները, շուղագործությունը, հելունագործությունը, ինչու՞ չէ նաև ավելի երիտասարդ ճյուղ մակրամեն եւ այլն, ասինքն այն ամենը, ինչը որ հնարավոր է ստեղծել թելից, դուք կարող եք տեսնել մեր խանութում։ Սա մի բացառիկ սրահ է, որ անհամեսություն չլինի, բայց մենք ցանկացանք, որ Հայաստանում ստեղծել այսպիսի մի եզակի վայր, որտեղ նախ մարդը կարող է ծանոթանալ հայկական մանածագործական արվեստին։ Մի բան, որը մերն է, որովհետև Հայաստանը այս ամենը չի կրողն է։ Ինչից խոսեցինք, դրա հայրենիքը Հայաստանն է։ Եվ մեր երկրում են ստեղծվել այս արհեստները, որոշ այս արհեստի որոշ ճյուղեր ցավոք սրտի հիմա անհետացման ճանապարհին են։ Օրինակ թղթակագործությունը, թաղիքը, որը ֆանտաստիկ պրոդուկտ է եւ այսօր գիտեք Հայաստանում մի քանի հոգի են զբաղվում այդ գործով եւ ես շատ ուրախ եմ որ մեր սրահում ներկայացված են, մենք համագործակցում ենք Հայաստանի լավագույն վարպետներից մեկի հետ, ով որ թաղիքը ստեղծում է եւ թաղիքից պրոդուկտ է ստանում։ Ես հիմա կարող եմ այս հարցազրույցի ընթացքում որևէ մի ուղղություն, որևէ ճյուղ մոռանամ, բայց սա շատ զարդարվեստը, այո, իհարկե զարդարվեստը եւ մենք մեր խանութում դուք կտեսնեք եւ հուշանվեր, եւ կիրառական պրոդուկտ, օրինակ հագուստ, եւ դեկորատիվ արտադրանք, սփռոցներ, ամեն ինչ որ հնարավոր է ստեղծել ձեռքով եւ հատկապես կենտրոնում ունենալով, հիմքում ունենալով հայկական նախշը, մենք գնում ենք այս ուղղությամբ եւ մեր խանութը դարձել է մի միջավայր, որտեղ որ միավորել ենք հայկական ձեռարվեստով զբաղվող վարպետների եւ թույլ տվեք այս առիթը օգտագործել եւ հրավիրել նաև նույն այն վարպետներ, որոնց ես չեմ հասցրել ճանաչել, ծանոթանալ եւ բոլոր այն մարդիկ, ովքեր այս ուղղության մեջ իրանց տեսնում են եւ կցանկանան իրենց պրոդուկտը ներկայացված լինել, որովհետեւ ես համարում եմ, որ պետք է Երևանում լինի մի տեղ, որտեղ մենք կարողանանք հայկական ձեռարվեստը ներկայացնել։ Եվ սա դարձել է յուրովի մի հայկական ձեռարվեստի սրահ, որտեղ որ հայ վարպետները կարող են ներկայանալ, ներկայացնել իրենց պրոդուկտը եւ այսպիսով նաև հայկականը ճանաչելի դարձնել։ Ես իրականում կցանկանայի այս հարցին վերաբերել այլ կողմից։ Իրականում շատ մեծ երազանք ունեմ, որ մենք ընդհանուր առմամբ պատկերացնենք, թե ով ենք մենք։ Մենք հայերս ով ենք մենք, ինչ ժառանգության կարող ենք։ Սա պարզապես խոսքեր չեն եւ ես հասկանում եմ նաեւ այն վիճակը, որ դա ինչու այնքանով այդպես չի։ Անձամբ ես օրինակ իմ գործի բերումով ես սկսեցի մտնել մի աշխարհ, ուսումնասիրել, հետազոտել, բացել արխիվային էջեր եւ տարիների իմ հետազոտությունները, ուսումնասիրությունները եւ աշխատանքները ամեն օր իմ առջև բացում են նոր հորիզոններ եւ սկսեցի ընկալել հասկանալ թե ով ենք մենք եւ ինչ մշակույթի կրող ենք, որը ցավոք սրտի մասսայականացված չի եւ շատ մարդիկ չեն կրում դա։ Անընդհատ փորձում եմ հասկանալ այս շատ խառը աշխարհում, այս վազքի մեջ դա ինչքանով է հնարավոր մասսայականացնել, բայց ես կարծում եմ, որ փրկության օղակը միայն այդտեղ է։ Երբ որ հասարակության ավելի լայն շերտեր խորապես հասկանան ովքեր ենք մենք, էականորեն կփոխի մեր վիճակը։ Այս առումով շատ ահռելի մեծ աշխատանք կա անելու։ Ցավոք սրտի դա այսօր դրված է միայն նեղ մասնագետների ուսերին եւ շարունակվում է անփոփված մնալ միայն արխիվներում, գրադարաններում, թանգարաններում, առանձին ինստիտուտներում եւ տարիների ընթացքում մեկ կոնկրետ մեր ընկերության կողմից ուսումնասիրված այդ աշխատանքների շնորհիվ մենք փորձեցինք գրքերից, արխիվներից, կատալոգներից, թանգարաններից դա տեղափոխել իրական կյանք, առօրյա կյանք եւ դրա արդյունքում ստեղծվեց մեր սրահը։
Այսինքն մարդկանց իրականում ցույց տալ, որ մենք այս ամենի կրողը չենք եղել միայն 10-րդ դարում, 13-րդ դարում, 17-րդ դարում, եւ որ դու տարի մեկ անգամ կամ կյանքում մեկ անգամ թանգարան եք գնում եւ տեսնում ենք, որ ինչ ենք ունեցել մենք։ Ես ուզում եմ, որ այսօր մեր կյանքում դա իրական լինի։ Եվ այդ նպատակին է ծառայում այսօր մեր սրահը։ Ես ուզում եմ, որ մեր արվեստը եւ արհեստը շատ որը հնարավոր է, շատ կիրառելի լինի, շատ շոշափելի լինի եւ մարդիկ դա իրանց կյանքում ունենան։ Եվ սա շռայլություն չհամարվի։ Այսինքն մենք մաքսիմալ կապենք մեր ինքնությանը առանց անպագորգոր որևէ բառերի։ Մեր ինքնությանը, որովհետեւ սա շատ կարեւոր է։ Մեր էթնիկ կոդը շատ կարեւոր է այս խարիճ աղանջ աշխարհում, այս ահավոր մեծ մրցավազքի մեջ, եթե մենք անդեմ ենք, մենք ոչինչ ենք, մենք կործանվում ենք։ Իսկ եթե մենք անդեմ չլինենք, իսկ մենք չենք կարող պարզապես իրավունք չունենք անդեմ լինելու։ Բավական է գիտակցել ով ենք մենք, ինչի կրող ենք եւ իրավունք չունենք ուղղակի ձեռներս ծալել մի կողմի վրա նստել։ Մենք չենք կարող այսքան ապաշնոր սերունդ լինել, պարզապես չենք կարող։ Մենք պարտավոր ենք տեր կանգնենք ատամներով ամեն կերպ տեր կանգնել այս ամեն ինչը հերիք է, ուղղակի տեր կանգնել եւ մենք մեր տեղը ունենք այս աշխարհում։ Այս գլոբալ թեմայի մեջ ես կարծում եմ, որ Արցախ կարպետը մեկ փոքր լոմա ունի, որ արդեն շուրջ 15 տարի այս նպատակին ծառայում է։ Եվ ես պարզապես մարդկանց կոչ եմ անում։ Այցելեք մեզ, ուղղակի այցելեք, եկեք մեզ մոտ ծանոթանալու, այստեղ ինչով ենք մենք զբաղված, հաղորդակից եղեք ժամանակ առ ժամանակ եւ այսքան